Եվ քաղաքացիական հասարակության։ Այո, քաղաքացիական հասարակությանը հայ ժողովուրդը կանգնեց վեհարանում, թույլ չտալով, որպեսզի այն սփապեցների ձեռքով գրոհման ենթարկվի եւ դուրս շպրտվեցին մի գազել նստած ճանապարհացին այդ տիրադարներին, ովքեր եկել էին իբրթե վեհապարին հանգստի ուղարկելու։ Եվ արդեն մամուլում եղան հրապարակումներ, որ առաջիկա կիրակի Նիկոլ Փաշինյանը անձամբ է գնալու մայրտաճար, եւ դեռ կառավարության նիստից հետո այդ ճեպազրույցի ժամանակ ինչ է խոսում այն մասին։ Վստահ եմ ծանոթ եք, որ հրապարակում է եղել թուրքական մեծ լրատվամիջոցներից երկուսը անդրադարձել են, որ ըստ էության այս Փաշինյանը իրենց բոլոր ցանկություններն իրականացրել է, մնացել է վերջին հիմնասյունը, հայ ժողովրդի դա վեհարանն է, վեհապար հայրապետն է, Գարեգին երկրորդը, դրա հարցն էլ իրենք կլուծեն։ Այդ հարցը այն է, որպեսզի արդեն ինֆորմացիա եկավ, թե կիրակի Փաշինյանը որտեղ է լինելու, Գառնիում է լինելու։ Իհարկե, ոչ ինչ մի հարց։ Ինչու պետք է, ինչու մայրտաճարի չէր գնա։ Մի խոսքով, եւ այդ լրատվամիջոցները գրել էին, որ հաջորդ կաթողիկոսին Հայաստանի կաթողիկոսը կորոշվի Թուրքիայում, Անկարայում կամ Ստամբուլում եւ ոչ Էջմիածնում։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ասում է դարերի վեր հայ կաթողիկոսներին ընտրել է թուրքական կայսրությունը։ Գիտեք, նախ բարև ձեզ, շնորհակալ եմ այսպես հրավերի եւ հարցադրումների համար, ի վերջո տարեվերջ է եւ շատ այսպես փոթորկալի տարեվերջ է, բայց անկեղծ ասեմ, մինչեւ այս ձեր հրապարակած տեղեկատվությունը, որ վարչապետը Գառնիում է մասնակցելու պատարագի, ես համոզված էի, որ ինքը վեհարան չի գալու, որովհետև եւ չգիտեմ դարեր ի վեր մենք այդ արտահայտությունը չենք կարող օգտագործել, բայց իր քաղաքական կենսագրության ընթացքում Նիկոլ Փաշինյանը թե ենթագիտակցական, թե գիտակցական մղումներով միշտ ձգտում է կրակից շագանակներ հանել ուրիշների ձեռքերով եւ այդպիսի թեժ իրադարձություններին հիշենք իր այսպես գլխապտույտ առաջընթացի առաջին ոլորանը, որպես քաղաքական դեմքի մարտի 1-ի իրադարձությունները, երբ դուրս եկան իրենց կանոնական հունից, Նիկոլ Փաշինյանը այնտեղ չէին իհարկե նաև Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի մյուս պատասխանատուները եւ կարծում եմ իրավիճակի այդպիսի թեժացումն եւ սադրանքների բռնկումը հենց թաքնված էր այդ շանգլուխը այնտեղ, որ ովքեր պետք է մարդկանց ենթադրենք ողջամիտ պայքարի կոչեին եւ զսպեին սադրիչներին, նրանք հեռացել էին եւ ամեն ինչ թողել էին ամբոխային հույզերի հույսին։ Այսինքն ակնհայտ էր, որ ինքը Էջմիածին չէր գնալու, որովհետև ամսի 18-ի այդ գուցե թե փորձնական իրենց կողմից իրականացված գործողությունը բացարձակ ծավալվել էր։ Դա մի կողմից քաղաքական գործ չի, այսպես ձեռնտու պահվածք է, կրակից փորձել շագանակներ հանել, տվյալ դեպքում վեհարանը ենթադրենք գրավել տիրադավների եւ իր կողմից հովանավորվող կամ իրեն փրկիչ համարող մարդկանց մի փոքր խմբի կողմից, որովհետեւ 18-ին ես ուշադիր հետևում էի այն մարդկանց խումբը մի քանի 100, որոնք ստերևույթին տարբեր համայնքապետարաններից էին կամ այնտեղ մարդիկ կային, որ նաև դպրոցներում եւ մանկապարտեզներում էին աշխատում, նրանք իրենց չափազանց լուռ էին պահում եւ անգամ չէին բղավում կաթողիկոսի աշխարհի կանոնը եւ հեռացիր կապակցությունը։ Իրականում նրանք բավական այսպես խեղճ տեսք ունեին եւ ամեն րոպե թերևս սպասում էին, թե երբ էին հեռանալու, իսկ իրադարձությունների այսպես եզրափակման ոմանք անգամ մեզ հարցրին, թե որտեղ են մեր ավտոբուսները, որովհետև Թալինից, Արարատից, չգիտես որտեղից նրանց ավտոբուսներով բերել էին։ Հարձակվող, եթե կարելի է ճակերտներում ասել, գրոհային խմբակը, դա թերևս այդ Դուրգարյանի, որքան էլ ողբերգական է, բայց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան բալետի եւ օպերայի թատրոնի այսպես փոխտնօրենն էր եւ կարծես Թալինի համայնքապետը, չէ։
Հա, ես դրան տեսել եմ ճիշտն ասած այնտեղ պարզապես տեղում եւ չգիտեինք ով է, ապշել էի, ինձ թվաց թե ինչ որ մի քանի անգամ խուլիգանության կամ նմանատիպ հանցանքների մեջ բացահայտված անձնավորություն է, ընդհանրապես այնտեղ գտնվող բոլոր մարդիկ այնքան անբարեպատշաճը երևի ամենամեղմ բառն է, որ կարող եմ ասել, եւ իմ կարծիքով նրանք գտնվում էին հոգեկան անհավասարակշիռ վիճակում, նշվեց, որ նրանք, այո, Տեր Վրթանեսը մինչ իր սրտի կանգը եւ սրտի կաթվածը միանշանակ ասում էր, որ գալիս է ոգելից խմիչքների, այսինքն ալկոհոլի հոտը։ Ըստ երևույթին մարդիկ հասկանում էին, որ սթափ վիճակում իրենք չեն կարողանա իրականացնել այդպիսի սրբապիղծ գործողություն, ինչպես աքացիներով եւ բռունցքներով մայրաթոռի սրբազան դռանը հարվածելը եւ լուտանքներ գորալը եւ դրա համար այսպես այդ հանցագործությունը իրականացնելու համար, որպիսի լռեցնեն իրենց խղճի խայթը կամ դաստիարակության վերջին փշրանքները ոչնչացնեն, նրանք ինչ որ այսպես ոգելից միջոցներ էին օգտագործել եւ իրադարձությունը ցույց տվեց, որ այդ պասիվ հայեցողական մարդիկ, որոնք ամեն րոպե սպասում էին, թե ինչպես են իրենց ավտոբուսներով հետ բերել, այդպես էլ ավտոբուսներով ետ կտանեն, եւ անգամ մոտ երևի 20 առավելագույնը 30 հոգի այն ագրեսիվները, որոնք աղաղակում էին եւ հետո էլ հարձակվել եւ վեհարանի դուռն էին գրոհում, նրանք ակնհայտ փոքրամասնություն էին հավատավոր ժողովրդի մեր ուխտապահ հոգեվորականած դասի համեմատությամբ։ Իսկ քաղաքական տեխնոլոգիաները եւ ընդհանրապես հանրային ցույց են տալիս, որ մեծ քանակների դեպքում ոչ մի իշխանություն, անգամ ունենալով բուռն ցանկություն եւ վարչական մեծ ռեսուրս, ընդունակ չէ հասնելու հաջողության։ Այսինքն, երբ փակվեցին վեհարանի դռները այդ մարդկանց առջեւ, ես կարծում դա խորհրդանշական էր, որովհետեւ հրոսակների եւ օգտագործեմ այդ օտար բառը, բաշիբոզուկների առջեւ սրբազան դռները միշտ փակվում են։ Սրբազան դռները բացվում են այն մարդկանց առաջ, որոնք գուցե մեղ գործել են, բայց զղջում են դրա համար, եւ նրանք մնացին իրենց այդ աղաղակների հետ միայնակ, որովհետեւ վեհապար հայրապետը ամենայն հանգստությամբ շարունակեց իր քարոզը, իսկ մենք ներսում, այո, տագնապի մեջ էինք, բայց երբ լսում էինք այդ խոսքերը, ամրանում էինք։ Այսինքն ակնհայտ է, որ 28-ին վեհարանում գուցե փորձեն ինչ-որ էլի մանր սադրանքներ կատարել, բայց դա իրականում, եթե ընկալենք տեխնոլոգիական, քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից, առավել մոտեցնելու է գործողության ակնհայտ ձախողումը եւ պարտությունը, որը կարող է իդեպ քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ եւ նշեմ, որ այս օրակարգից Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում, իմ համոզմամբ, իմ այսպես գնահատմամբ, դա իր օրակարգն էլ չէ, որովհետեւ ուզում եմ հիշեցնել 18 թվականին, երբ ինքը ուներ ներկա ժամանակների հետ անհամեմատելի այսպես ազդեցիկ ժողովրդականություն, այսինքն վստահություն, իսկ հիմա այդ վստահությունը իջել է այդպես 10% գումարած մի քանի այլ տոկոս մակարդակին, եւ երբ այդ նոր հայրապետ կեղծ շարժումներ, մենք տեսնում ենք այդ ինչպիսի խայտառակ եւ ծիծաղելի գործողություններ էին կատարվում, եւ իշխանությունը ոչինչ չէր անում պաշտպանելու համար այդ նոր հայրապետ շարժմանը։ Եվ գիտեք, անգամ խնդիրը այն չէ, որ վեհապարը պահանջեց նրա հրաժարականը, անգամ դրանից հետո մենք հիշում ենք եղել են հանդիպումներ, այսինքն այս օրակարգը մտել է Փաշինյանի գործողության ծրագրի մեջ ակնհայտորեն այսպես թուրք-ադրբեջանական կենտրոնից, որոնք հրաշալի հասկանում են, որ պետության ինքնությունը, այո, մեր սահմանադրությամբ եւ բոլոր աշխարհի քաղաքակիրթ աշխարհի պետությունների սահմանադրությամբ եկեղեցին եւ հոգեվոր ոլորտ առանձնացված է, բայց նրանք անխզելիորեն կապված են։ Եվ քանի որ մեր պետական հաստատությունները ենթակա են այսպես թուրք-ադրբեջանական օրակարգի անընդհատ այդ հարվածներին եւ ճնշմանը, հիմա որոշել են չեզոքացնել դա։ Ուստի հրաժարվել ինքը ի վիճակի չէ,
որովհետև անգամ շնորհակալությունը ամենտեղ Ալիևին կամ Թուրքիային արված այդ ռևերանսները Նիկոլ Փաշինյանին չեն փրկում այդ հրահանգներից, այսինքն եկեղեցին եւս դարձնելու ձեռնասուն։ Իսկ թե որտեղից է քաղում Նիկոլ Փաշինյանը այդ մտքերը եզերական տեսանկյունից ապշեցուցիչ, որ հայ կաթողիկոսները դարեր շարունակ նշանակվել են Թուրքիայի կողմից, երևի միայն կարելի կասկածել, որ գուցե, գիտեք, ես կարծում եմ, երբ որ ինքը Թուրքիա այցելեց եւ Էրդողանից ստացավ այդ նոր աշխարհակարգին վերաբերյալ գիրքը նվեր եւ մեծ սիրով գիրքը այսպես կրծքին սեղմած նկարվեց, գուցե այդ գրքի ինչ որ մտքեր են նրան, քանի որ տիեզերական այսպես իրեն ուժ է վերագրում Էրդողանը նոր աշխարհակարգի փոփոխության մեջ, գուցե Էրդողանի գրքում է դա կարդացել, որովհետև բոլոր պատմաբանները ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս հրաշալի գիտեն, որ հայ կաթողիկոսները երբեք չեն նշանակվել Թուրքիայի պնդմամբ։ Ուրիշ հարց, որ Թուրքիան միշտ դրա մասին երազել է, այո, եւ հիմա երազում է եւ հիմա փորձում է այդ երազանքը իրագործել, մտածելով, որ ենթադրեն գոնե փոխանորդ կարող են, չգիտեմ, գուցե Նավասարդ Կճոյանի, որովհետև ինքը ետդարձի հնարավորություն չունի, վարկաբեկված մարդիկ, գիտեք, միշտ դառնում են այսպես օտար հետախուզական եւ այլ ծառայությունների համար հրաշալի գործիքներ, գոնե փոխանորդ ստանալ, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ ամսի 28-ին տարեվերջյան պատարագին դարձյալ հաստատվելու է մեր քաղաքական ու ամենակարևորը քաղաքացիական հասարակության ամուր կամքը պաշտպանել իր ինքնությունը, որովհետև հիմա չի դրված անձերի խնդիր, դրված է ազգային ինքնության եւ դրանից բխող ազգային պետության պահպանման խնդիրը։ Այո, 18-ին էջմիածնում մենք ողջամիտ, սառնասիրտ կանգնած էինք նրա համար, որպիսի սադրիչները ոչինչ չկարողանան անել, եւ 28-ին էլ ես կարծում եմ իջնելու է աստվածային լույսը եւ օրհնությունը, որը ցույց է տալու այդ նոր ճանապարհը, որը մեզ սպասում է 26-ին։ Կլինի այն արտահերթ թե հերթական ընտրություններով չեմ կարող առայժմ ասել, բայց 28-ին մեզ սպասելու է աստվածային իմաստուն այդ պատարագը։ Այո, բռնապետ է, չէ՞։ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավի թեման թեժ է անգամ միջազգային հարթակներում։ Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է բրիտանական թելեգրաֆի եթերում հայր Բենեդիկտ Քինլի հետ փոդքասթի ժամանակ, նկատել է հայտնի լրագրող Թիմ Սթենլին։ Նրանք ընդվզում են վարչապետի դեմ։ Կաթոլիկ քահանա հայր Բենեդիկտ Քինլին միջազգային մեդիայում հաճախ է անդրադառնում քրիստոնյաների իրավունքներին։ Նրա հիմնադրած բարեգործական կազմակերպությունը աջակցում է մերձավոր արևելքի հալածվող քրիստոնյաներին, որպեսզի ստիպված չլինեն լքել հայրենի երկրները։ Հայաստանը կաթոլիկ հոգևորականի ուշադրության կենտրոնում հայտնվել է վարչապետի քայլերի ֆոնին։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին 4 սրբազան է բանտարկվել, բազմաթիվ հոգևորականներ քրեական գործերով են անցնում։ Ու սա Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Նրանք պատերազմել են Ադրբեջանի հետ, հազարավոր հայեր ստիպված են եղել լքել այն տարածքները, որոնք վերադարձվել են Ադրբեջանին։ Բրիտանացի լրագրող, քաղաքական մեկնաբան ու պատմաբան Թիմ Սթենլին կարծես ակնարկում է, որ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը Ադրբեջանի հետ ուղիղ կապ ունի։ Չի ակնարկում, ուղիղ կապ է տեսնում կաթոլիկ հոգևորականը։ Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են։ Ադրբեջանը փաստացի մեծ թուրանի մաս է։ Թուրքերը սպանդ են կազմակերպել։ Թուրքերը երբեք չեն ճանաչել 1.5-ից 2 միլիոն հայերի, ասորի քրիստոնյաների եւ ուղղափառ միերի ցեղասպանությունը։ Never accepted by the Turks. Նրանք վտարեցին հայերին Արցախից, Armenians out of Artsakh. իսկ Հայաստանի ներկայիս վարչապետը իրեն դավաճանի նման է պահում։ Համագործակցում է ադրբեջանցիների հետ, հանձնում է տարածքներ եւ ձերբակալում ընդվզող եպիսկոպոսներ։ Հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպան հոգևորականը բռնապետ է անվանում Նիկոլ Փաշինյանին։
Թիմ Սթենլին եւ Հայ Բենեդիկտը ընդգծում են, կարեւոր է, որ միջազգային հանրությունը եւ հոգեվոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Բրիտանական մեկ այլ լրատվամիջոցում GB News-ում միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն է անդրադարձել աշխարհում քրիստոնյաների հալածանքների մտահոգիչ աճին։ Ռոբերտ Ամստերդամը շեշտել է, Հայաստանում վարչապետը մտադրությունը չունի դադարեցնել հակաեկեղեցական արշավը, հոգևորականներն ու հայ առաքելական եկեղեցու պաշտպանության դիրքերում կանգնած բարերյա Սամվել Կարապետյանը շարունակում են բիրտ հարձակումների ենթարկվել։ Ամստերդամը ընդգծել է, միջազգային հանրությունը չպետք է լռի, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը։ Կարծում եմ ճիշտ արեցիք, որ դրեցիք այս տեսագրությունը, որը ես հոլովակը պատրաստված, որը ես երեք դիտել եմ, սա հրաշալի պատասխան է հայ հասարակությանը, որին գիտեք ամեն կերպ կեղծ այդպես խոսույթով եւ կեղծ պատումներով փորձում են ներշնչել, թե արևմուտքը կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին, որ տեսեք այդ Եվրամիության տրված 12 թե 15 միլիոն եվրոն երաշխավորում է նրա վերարտադրությունը։ Այսպես փշրվում են այն կեղծ կարծրատիպերը, ես էլի առիթ է եղել դա շեշտել եմ, կեղծ է եւ ճիշտ չէ, որ ամբողջ իբրև հավաքական արևմուտքը եւ Միացյալ Նահանգները կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին։ Ոչ, Նիկոլ Փաշինյանի թիկունքին, ինչպես ճշմարիտ այստեղ արձանագրեցին այսպես Մեծ Բրիտանիայից հարգարժան հոգևոր կաթոլիկ հայրը եւ պատմաբանը ու մեկնաբանը, կանգնած են Ադրբեջանը եւ Թուրքիան որպես մեծ թուրանի, այսպես գաղափարաբանության եւ նպատակների հիմնական իրագործողներ։ Այսինքն մարդկային այն խումբը, որ ամենտեղ, չգիտեմ, աղաղակում է, թե արևմուտքը քաղաքակիրթ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, դա բոլորովին էլ այդպես չէ։ Հենց այն պատճառ այն, որ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը գնում է Գառնի եւ նաեւ ես ձեզ ասեմ ինչպես փոխվեց խոսույթը, չէ, սկզբից գոռում էին աշխարհի կանոնը վեհապարի հեռացիրով, կարծում էին թե կարող են կիրառել այդ Մերժիր Սերժին տխրահարչակ կարգախոսը, հիմա ընտրեցին ինչպիսի բառակապակցություն հանգստի կոչել վեհապարին։ Այս ամբողջը ցույց է տալիս, որ արևմուտքը պարզապես այո, մի շրջան ուներ տեղեկատվության խիստ պակաս, քանի որ այստեղից եւ պաշտոնական բոլոր օղակներով իս դեսպանները իրականացնում են արտգործնախարարությունն էլ միասին Նիկոլ Փաշինյանի այդ իրական Հայաստանի կեղծապատկերները հանրահռչակելու քաղաքականություն, նրանք իրականությունը չէին տեսնում։ Ես ասեմ, որ նաև ամերիկյան դեսպանի փոփոխությունն էլ ինչ էլ նշվի, լինելու է շատ վճռական եւ Ամերիկայում քրիստոնյաների շահերը պաշտպանող հիմա շատ խոշոր կազմակերպություններ կան, դրանցից մեկի ներկայացուցիչ Ջոել Թենին էլ նշել էր, որ Քրիստինա Քվինի հեռացումը շատ վճռորոշ է լինելու Հայաստանում այսպես իրականությունը գնահատելու եւ ամերիկյան արժեքներն ու գաղափարները իսկապես տարածելու ու ամրակայելու հարցում, այսինքն մենք պետք է հասկանանք, որ բոլորովին էլ դուրսը կանգնած չէ եւ չի սպասում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Այդ վերարտադրությանը մեր տարածաշրջանում այո սպասում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Միանշանակ նրանք սպասում են, սա արդեն կարծրատիպ չէ, սա ճշմարտություն է։ Իսկ մենք պետք է ունենանք այնքան քաղաքական եւ քաղաքացիական կամք, որ բոլոր այդ օրինախախտումների մասին բարձրաձայնենք։ Ի վերջո Ռոբերտ Ամստերդամի այստեղ գալը եւ կապված Սամվել Կարապետյանի եւ մնացած մեր քաղաքական բանտարկյալների հետ կապված իրականությունը բացահայտելու առումով շատ կարեւոր քայլ էր։ Նմանատիպ կարևոր քայլեր իրականացնում է նաև Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Բաքվի բանտերի հետ կապված, բայց հիմա երևի թե իսկապես շատ կարևոր է, որ արևմուտքը տեսնի, թե ինչ է տեղի ունենում։ Նշեմ, որ նաև Իմնեմնեմի երկու լրագրողների եւ Սաղաթելյանի եւ Սամսոնյանի վայրագ այդ կալանավորման
եւ նրանց այդ ձգտումները անտիֆեյկը փակելու արժանացան համապատասխան արևմտյան կազմակերպությունների գնահատականին։ Գուցե հայաստանյան իրավապաշտպանները այսպես դեռևս չեն արձագանքում, նրանք մոլորված են, չգիտեն թե որտեղից ինչ նոր այսպես հրահանգներ կամ մտայնություններ կան, բայց հենց բուն արևմտյան խոշոր կազմակերպությունները, վերլուծաբանները եւ հատկապես քրիստոնյաների շահերը պաշտպանող կազմակերպությունները ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանի այս բոլոր գործողությունները ընդդեմ հայ առաքելական եկեղեցու են, ոչ թե անձի, նրանք գիտեք արևմուտքին չես զարմացնի կամ վախեցնի, ինչ որ կեղծ թղթոն էին հրապարակել, թե Եզրած Սրբազանը չգիտեմ, Պակի, ինչ եմ անվանում կեղծ, որովհետև դա հայատառ էր, տողերը խառնված, Պակը այն ժամանակվա այդ KGB-ն կամ իձ այդ գոսպիզապասնեսի կամ պետական անվտանգության ծառայությունը թափես հայերենով գրագրություն չէր վարում, այնտեղ այդպիսի շփեր տվյալներ մարդկանց մասին չէին տպագրում, այսինքն դա խիստ կասկածելի փաստաթուղթ էր եւ իրականում ոչ մի լյուստրացիայի հետ կապ չուներ։ Որոշ մարդիկ այսպես իրենց արևմտյան արժեքների ջատագով համարող գրում էին, սկսվեց լյուստրացիան, ընդհակառակը վերջնականապես փակվեց լյուստրացիան, որովհետև արդեն 30 տարի գոյություն չունեցող Պակի մասին ինչ որ տվյալներ հրապարակելով ոչ արևմուտքին կվախեցնես, ոչ էլ հայ հասարակությանը, քանզի նրանք տեսնում են, որ այսօր Հայաստանում ինչպիսի թշնամական իրական հենց թշնամական հետախուզական ծառայությունների ազդեցության տակ գտնվող մարդիկ են աշխատում։ Ռուբեն Վարդանյանին գալով, գիտեք, որ ադրբեջանցիները ֆիլմ են պատրաստել եւ այդ Գերագույն նողկանքեր։ Խնդրեմ, խոսքը Սամվել Բաբայանի, Խզմալյանը նմանների խոսքի։ Գիտեք, ես ապշած եմ, այո մարդիկ կարող են ունենալ քաղաքական հակառակ այսպես հակադրվող հայացքներ, բայց այն պահից, երբ նրանք դադարում են մարդ լինել եւ զրպարտում են իրենց մտապատկերները բևեռում, թե իբր տեսեք Ռուբեն Վարդանյանը Կրեմլի գործակալ էր, ահա որ ծիծաղելի իրականություն, որովհետեւ նույն Ռուբեն Վարդանյանը եւ Մեծ Բրիտանիայում վիթխարի կապեր եւ ազդեցություն ուներ, չգիտեմ, բայց հիմա դրանից հետո լինելով այսպես միլիարդատեր վիթխարի հռչակ ունեցող մարդ իր ամբողջ եւ կարողությունը ամենակարևորը կյանքը վտանգի ենթարկեց պատմական հայրենիք վերադառնալու նպատակի համար, որպիսի կարողանա գոնե նվազագույնը կիսել այն զրկանքներն ու ցավը իր հայրենակիցների հետ, որ այն ժամանակ ապրում էր Արցախը, նրա մասին իրենց կեղտոտ քաղաքական հասկանում եք, դա ենթադրություն էլ չէ, դա պարզապես մրուր է, որ բարձրանում է։ Այդ մտքեր արտահայտողները ես կարծում եմ կորցրել են ոչ միայն քաղաքական գործիչ, հանրային գործիչ լինելու իրավունքը, այլ պարզապես մարդ լինելու իրավունքը։ Ես տեսա եթերում փորձում էր Խզմալյանը ինչ որ արդարանալ, որ ինքը հայկական ծագմամբ, չգիտեմ, Իսպանիայից էր թե ում, հիմա գիտեք ամեն թուրք կարող է հայկական ինչ որ փաստաթղթերով ներկայանալ եւ հարցնել, եւ խնդիրը նաեւ այն չէ, թե իրենք ինչու էին, չգիտեմ, թուրքական կամ ոչ թուրքական լրատվամիջոցին հարցազրույց տվել։ Իրենք եթե լինեին իսկապես հանրային գործիչներ, քաղաքական դեմքեր եւ ամենակարևորը, պարզապես լինեին իրենց հարգող մարդիկ, դեռ չեմ էլ ասում հայ մարդիկ, որովհետև եթե այն մարդը ում մասին դուք բարբաջանքներ եք տարածում, հիմա գտնվում է անազատության մեջ սարսափելի պայմաններում, հանիրավի նրան մեղսագրվում են արարքներ, իսկ դա աշխարհի բազմաթիվ փաստաբանական, իրավական եւ քաղաքական կենտրոններ են նշել, որ դրանք հիմք չունեն, Ռուբեն Վարդանյան ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ ահաբեկչական եւ կեղծ մեղադրանքներին, որ ներկայացնում է Ադրբեջանը, եթե դու դա իմանալով նրա վրա լրացուցիչ այսպես կեղտ ես փորձում այսպես լցնել
հեղել, դա նշանակում է դու կորցրել ես հանրային եւ քաղաքական գործիչ լինելու եւ ընդհանրապես բարեպատշաճ, բարեվարկ մարդ համարվելու իրավունքը։ Եվ այստեղ չկա արդարացում, որ ես միշտ այդպես եմ մտածել։ Շատ գիտեք, ռուսերեն մի արտահայտություն կա, որ ասում է դժբախտություններից եւ բանտից երբեք այսպես մի հրաժարվիր։ От сумы, от тюрьмы не зарекайся։ Շատ հետաքրքիր միտք է, երբեք ոչ ոք երաշխավորված չէ, թե ինքը հաջորդ պահին որտեղ կարող է հայտնվել, եւ անգամ լիովին անմեղ լինելու պարագայում հանգամանքների բերումով դու կարող ես հայտնվել անազատության եւ բանտի մեջ, եւ այն ժամանակ ես կարծում եմ դու կհասկանաս, թե ինչ է նշանակում, երբ դրսից քեզ վրա այն էլ իբրև քո հայրենակիցները փորձում են լրացուցիչ, այսպես կեղտակուր ինչ-որ զանգված հեղել։ Այս ֆիլմը, որը նողկալի էր, ամբողջովին բացահայտեց Ադրբեջանի եւ այսպես հայկական ինքնության ու մարդկության հետ կապ չունեցող մարդկանց կերպարը, երևի լյուստրացիայի դասական օրինակ էր։ Ճանաչեցինք եւ հասկացանք, որ հենց թեկուզ այո Սամվել Բաբայանը երբեք այլևս չի կարող բաց աչքերով նայել մարդկանց եւ չգիտեմ ճամարտակել եւ ասել, որ ինքը հայ մարդ է, չգիտեմ պայքարում է Արցախի համար, ինքը ծրագիր ունի։ Ոչ, ինքը ոչ հայ մարդ է, ոչ էլ մարդկային բարեվարքության տարրական կանոններով օժտված մարդ է։ Իսկ Տիգրան Խզմալյանի համար էլ շատ ցավում եմ, անկեղծ ասած, զարհուրելի էր, որովհետև ժամանակին ինքը ռեժիսոր էր, հրաշալի ֆիլմեր ուներ եւ Սարդարապատի եւ հայոց պատմության մասին, բայց փաստորեն մարդկանց ենթագիտակցության մեջ միշտ կան այդպիսի, չգիտեմ, ուրվականներ, որոնք նրանց հեռացնում են դասական ճշմարտությունից։ Իրեն հարգող մարդը Ռուբեն Վարդանյանի մասին իր այսպես բացարձակ մերկապարանոց ենթադրությունները արտահայտելու իրավունք կունենար միայն այն պարագայում, երբ Ռուբեն Վարդանյանը կլիներ իր դիմաց ազատության մեջ եւ ինքը կփորձեր բանավիճել եւ իր այսպես բացարձակ չհիմնավորված ենթադրությունները հեղել։ Այդ մարդիկ զուրկ են անմեղության կանխավարկածի եւ ընդհանրապես տարրական հարգանքի իրավունքից։ Իսկ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանը իրեն պահում է ամենակարևորը, այսպես մարդու պես, որպես այր, փառավոր, նշելով, որ ինքը ոչինչի համար չի զղջում, ինչ որոշումներ կայացրել է ճիշտ է, ոչ մի Բաքվի դատավարություն, ոչ մի այդ խոշտանգում, հոգեբանական ճնշում նրան իր նպատակներից եւ առաքելության գիտակցումից չի շեղել։ Եվ նույնը ես տեսնում եմ, մենք արդեն նկատելի է, որ Ադրբեջանը շատ արագացված ուզում է Բաքվի հայ ապօրինի պատանդների դատավարությունները ավարտին մոտեցնել, մենք տեսնում ենք, որ մեր խղճի բանտարկյալները պաշտպանում են իրենց ամենայն հիմնավորվածությամբ եւ արժանապատվությամբ, մերժում են այդ կեղծ մեղադրանքները եւ մոտեցնում են իրենց ազատության ժամը։ Ես կարծում եմ 26 թվականը հենց կլինի այն թվականը, երբ մենք Բաքվի բանտերից եւ նաեւ այո Հայաստանի բանտերից դուրս կբերենք այն մարդկանց, որոնց հանիրավի կալանավորել են, զրկել են ազատությունից, ազատ խոսք ասելու իրավունքից, իրենց պետությունը եւ իրենց արժեքները պաշտպանելու իրավունքից։ Եվ այդ ժամանակ գուցե այն մարդիկ, ովքեր գիտեք, ես չգիտեմ ինչն է խոսում Սամվել Բաբայանի մեջ, դժվար է ասել, քանի որ այդտեղ խառնակ իրականություն է, ինքը երևի շատ երջանիկ է, որ Հակարիի կամրջում իրեն բարևել էին, եթե չեմ սխալվում, ինչ որ այդպիսի պատմություններ էր պատմում, այո, որ ինչ որ երիտասարդ իրեն բարևել էր, երևի դա իր կյանքի ամենաերջանիկ եւ ամենամտապահվող պահն է, բայց ինքը ամաչելու է հաստատ, համենայն դեպս որ մենակ մնա, ինքը իր հետ եւ գլուխը դնի բարձին, ինքը ամաչելու է։ Եվ նույնը կարծում եմ Խզմալյանը անազատության մեջ գտնվող մարդու մասին իր, գիտեք, դավադրապաշտական ինչ որ տեսությունները, մի մասը ասում էր Բրիտանիան է ուղարկել, մյուս մասը Ռուսաստանը, գիտեք, դավադրապաշտությունը երբեմն հասցնում է պարզապես դժոխային մտքերի։
Միով բանի այդ ֆիլմը ընդամենը իլյուստրացիա էր, որը ցույց տվեց, որ քարոզչական այդ հնարքները, չգիտեմ, Գեբելսյան թե ինչ տեխնոլոգիաներով այսպես ստեղծված, դրանք դատապարտված են։ Ամբողջ աշխարհը արդեն տեսնում է, որ այս բոլոր գործողությունները սկսյալ Բաքվի բանտերում, Արցախի հանրապետության բոլոր շրջանների ղեկավարներին, անիմանալի անհեթեթ մեղադրանքների հարուցումից մինչև Վեհարանի գրոհը, դա մեկ սցենարի, մեկ ծրագրի բաղադրիչ մասերն են, եւ այդ ծրագրի իրականացնողը ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը ասաց, չէ, որ ես կառավարությունն եմ, իրեն էլ համարում է այսպես որպես շատ ժողովրդավարական մարդ։ Իհարկե, ծիծաղելի էր, չէ, այո, ամենտեղ խորին շնորհակալություն։ Հա, պարզապես ապշել կարելի է, թե ինչպես 26 թվականի հերթական թե արտահերթ ընտրությունների նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը բացարձակ ձախողել է 21 թվականի իր ծրագիրը եւ Արցախի հետ կապված եւ արտաքին քաղաքականության հետ կապված եւ նաեւ ներքին, որովհետեւ իրենց այդ կառուցած ջրամբարները, դպրոցները եւ մանկապարտեզները ու ճանապարհները չեն համապատասխանում այն թվերին, որ իրենք նախանշել էին, ինքը շնորհակալություն է հայտնում մի մարդու, որը շարունակում է բռնազավթված պահել Հայաստանի Հանրապետության տարածքները, ապօրինի դատավարությունների իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ եւ կարծում է, որ դրա դիմաց իր ստացած ինչ այդ 4-րդ կամ չգիտեմ որերորդ կարգի ցորենը կամ ինչ որ բենզին են կարծես բերել, որը տարբեր ինքնուրույն աղբյուրներ, ընդ որում արտերկրի աղբյուրներ նշում են, որ ադրբեջանական բենզինը շատ անորակ է, ունի եւ ցածր օկտանություն եւ ընդհանրապես մեքենաների համար այո անցանկալի է, որովհետեւ վնասում է շարժիչը, դա բոլոր օտար աղբյուրներում նշվում է, կարծում է այդ չգիտեմ, էրզաց 4-րդ կարգի որպես, չգիտեմ, ողորմություն տրված գնացքները կամ ցիստերները ինչ որ բան են նշանակում եւ իրենց թվում է թե իրենք նոր էջ են բացել դրանով, որ եւ շնորհակալություն են հայտնում, որ Ադրբեջանը խաղաղություն է բերում։ Այս կերպ է ինքը բերում խաղաղությունը։ Խաղաղություն բերողները մարդկանց տարածքները չեն զավթում, չեն խոսում արևմտյան Ադրբեջանի մասին, իրենց դպրոցներում ԶԼՄ-ներով ատելության խոսք եւ թշնամանք չեն քարոզում հարևան ազգերի մասին եւ պարզապես ամոթ է, չգիտեմ դա Ստոկհոլմյան սինդրոմ է թե ինչ է, ավելի շուտ դա այդ ծրագիրն է։ Այո, ես նորից կրկնում եմ, 20 թվականի պատերազմը, Արցախի առաջին հանձնում, հետո վերջնական հանձնումը շրջափակմամբ եւ էթնիկ զտմամբ եւ այսօր Վեհարանի հանդեպ 18-ին ուղակի մինչ այդ գրոհները խոսքային մակարդակում, չէ, վերբալ մակարդակում էին կատարվում, դրանք նույն ծրագրի մի հատվածներն են։ Եվ մոտենում է վերջնական հանգուցալուծումը, որովհետև հայ ժողովուրդը պետք է կարողանա ամենակարևորը ներսում իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր համակարծիք են Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ Մեծ Թուրանի հետ եւ ովքեր չեն պաշտպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները, որտեղ էլ նրանք լինեն։ Ես կարծում, եթե իրադարձությունները այսպես զարգանան, ապա իրոք իրենք գուցե փորձեն արտահերթ ընտրությունների գնալ, մտածելով, որ ընդդիմությունը դեռևս պատրաստ չէ, բայց ամենակարևորը ուզում արձանագրել նաև մեր միասին շարժման կատարած այդ հարցումը, որի շարքը մենք շարունակելու ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է պատրաստ ընտրություն կատարելու, եւ այդ ընտրությունը բոլորովին այսպես հօգուտ Թուրանի չէ, այն հօգուտ Հայաստանի է, ընդ որում այն Հայաստանի, որը իսկապես իրական է եւ ոչ թե փաշինյանական իրականությունն է։ Այդ Հայաստանը ունի աշխարհասփյուռ տարածում եւ աշխարհասփյուռ եկեղեցի եւ մի վեհարան, որը գլխավորում է օրինականորեն ընտրված վեհապար հայրը եւ նա վեհապար հայրը աշխարհի բոլոր ծագերում գտնվող
հայ քրիստոնյաների համար եւ հարգված է, այո, Գարեգին Բ-ի միջազգային հեղինակությունը արդեն ակնհայտ է աշխարհի բոլոր հոգեվոր եւ նաեւ պետական կենտրոններում։ Իսկ ինչ կարելի է ասել մեր պետական իշխանության մասին, երևի անգամ բարձրաձայնել պետք չէ, ոչ ոք դուք նշեցիք, թե ինչպես բրիտանացի այս մեկնաբանի եւ կաթոլիկ հոր խոսքերում հնչեց հենց դավաճան բառը, որից այդպես բոլորը խուսափում էին եւ նշվեց, որ Նիկոլ Փաշինյան իրեն պահում է դավաճանաբար, ինչու, որովհետեւ սպասարկում եւ իրականացնում եւ արդարացնում, այո, արդարացնում է թուրք-ադրբեջանական հանցագործությունները, չգիտեմ, ինչ հույս ունենալով, որ այդպես խաղաղություն ես, հանցագործին ներելով, դու նրան դրդելու ես հրաժարվել հանցագործությունից եւ բերել խաղաղություն, ոչ ընդհակառակը, դու նրան թույլ ես տալու կատարել նոր հանցագործություններ։ Այո, 26 թվականին մենք մոտենում ենք այն գիտակցությամբ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն զրկվել է այն բոլոր կեղծ կարծրատիպերից, որ 18 թվականին եկան իրեն վերադարձնելու իր մարդու իրավունքները, իրեն վերադարձնելու արժանապատիվ կյանք, իրեն քաղաքացի դարձնելու։ Ոչ, հակառակը, փաստորեն ստացվեց, որ քաղաքացիական եւ մարդու իրավունքների համար պայքարելով մենք հայտնվեցինք նեոբոլշևիկյան բռնատիրական մի համակարգում, երբ քեզ անգամ թույլ չեն տալիս խաղաղ աղոթել քո մայր տաճարում, որովհետև երբ դու այնտեղ աղոթք ու քարոզ ես կատարում, դուռը կոտրում են ինչ որ խելագարված եւ մթագնած հրոսակներ։ Մի տեսանյութը լավ եմ, ավիրված պատերից է Նիկոլ Փաշինյանը խոսում։ Մարդը նամակագրում սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն ցույց ենք տալիս, երկրորդ նամակն է գալիս, երրորդ նամակն է գալիս, ի վերջո նախարար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից կամ խորհրդականներից որի մեկին կամ նախարարը ուղարկում է տան ֆոտոներ։ Ես մանեմ չեմ կարող։ Նամակ գրողի տան ֆոտոները, հա։ Ինչ վիճակում հասկանում եք, նորոգած չի, չես էլ կարող հասկանալ, նորոգած չի։ Որտեղ մեջ է այնքան ոչ մի արկղ ինչ-որ բան, չեմ ուզում ինչ-որ բան ասեմ, որ վիրավորական ենթատեքստ ունենա, բայց նա մեզ շշմում ես, ասում ես, բայց ինչ կապ ունի այս բան, այս վիճակը, 5000 դրամ ավելի ունես, թե պակաս ունես, թոշակների եւ նպաստների խնդիրն է։ Գիտեք, ես ունեմ ասելու հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը գնալով կորցնում է իր ինքնատիրապետումը, որովհետեւ տեսնում է, իրենք էլ են հրաշալի սոցիոլոգիական հարցումներ անում, ի վերջո այնտեղ պետական ամբողջ ապարատը ներգրավված է իր տարբեր ստորաբաժանումներով եւ տեսնում են, որ հասարակության մեջ աղքատությունը, այն էլ ծայրագույն աղքատությունը, իսկ գիտեք ծայրագույն աղքատությունը նաեւ առաջ է բերում հոգեբանական շեղումներ։ Ծայրագույն աղքատության մեջ գտնվող մարդիկ հոգեկան անհավասարակշիռ իրավիճակում են գտնվում, որովհետև նրանք ամեն օր հանապազօրյա հացի զարհուրելի կռվի մեջ են։ Եվ քանի որ իրենք տապալել են իրենց ծրագիրը, ոչ միայն կենսաթոշակները չեն բարձրանում, Նիկոլ Փաշինյանը անընդհատ ուզում է ապացուցել, որ մարդիկ աղքատ են, որովհետև չգիտեմ, նրանք մի շրջան մի կարգախոս կար, չէ, որ իրենք վատ կրթություն ունեն, այսպես կրթված չեն, կամ էլ որ իրենք, այսպես չգիտեմ, երևի հիմա ուզում էր ասել, որ այդ մարդը ես չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ կարող ասել, եւ դա ինչ իմաստ ուներ կառավարության նիստին հրապարակել, այո, կարող է որևէ մեկը, որը տարապում է այդ դրսից աղբտում վերելու համախտանիշ կա այդպիսի, երբ մարդ ոչինչ չունի, ինքը փորձում է դրսում աղբանոցներից իր տուն վերել ինչ-որ առարկաներ, լցնել եւ դրանով իր այդպես, ինչ ասեմ, հոգեբանական ծանր իրավիճակը կարգավորել, եթե անգամ այդպիսի նկար է եղել, ես կարծում եմ վարչապետի այդ օգնականը ողջամիտ լինելու դեպքում պետք է այդ մարդու տուն գնային եւ ոչ թե նրա մասին ճիշտ է անունը չնշելով այստեղ խոսեին, այլ այդ մարդուն ոչ միայն սոցիալական, բայց սոցիալականը պարտադիր է, որովհետեւ այդ վիճակին ինքը հասել է նրանից,
որ անգամ դրամ չունի օրվա հացը գնելու համար։ Նամակներ, գիտեք, անսահման սիրուց չէ, որ կառավարություն գրում են։ Նամակներ գրում են անզորությունից։ Այո, 1-2, որովհետև պատասխան չեն ստանում։ Իսկ իրենք այդ մարդուն առաջարկել են ինչ-որ աշխատանք գտնել։ Ես տեսա այստեղ նաև իր տունն էին ցույց տալիս։ Ես թափից գտնում եմ, որ մարդկանց տունը ցույց տալը շատ անլուրջ եւ բացարձակապես անհեթեթ գործընթաց է։ Մարդը գտնվում է սոցիալական ծանր իրավիճակում։ Եվ եթե այո նա 5000 դրամ ունենար, պարոն Փաշինյան, ինքը կարող է դադարել աղբանոցից իր տուն ինչ-որ իրեր բերելով։ Դադարել այդ գործընթացի մեջ գտնվելուց եւ փորձեր նորմալ կառուցել իր կյանքը։ Եվ ցանկացած պարագայում ես կարծում եմ կառավարության սոցիալական ապահովությամբ զբաղվող ոլորտը, որը հիմա տվել են մի մարդու, որը առողջապահությունը, գիտեք, ղեկավարում էր COVID-ի ժամանակ եւ տեսանք թե ինչպես էր ղեկավարում, նրանք պետք է գնան օգնեն այդ մարդկանց։ Նրանց ցույց տան եւ սոցիալական, եւ նյութական, եւ ամենակարևորը հոգեբանական օժանդակություն։ Այո, ես տեսնում եմ, որ Փաշինյանի ամբողջ կառավարությունը ականատես է նրան, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ աղքատությունը Հայաստանում, այն էլ ծայրագույն աղքատությունը խորանում է եւ դրանից մարդիկ հոգեբանական տարբեր շեղումներ են ձեռք բերում, դառնում են մուրացկաններ, իրենց տունը վերածում են աղբավայրերի, բայց դրա մասին պետք չէ կառավարության նիստում այդ տոնով խոսել, ընդհակառակը պետք է ուղարկել համապատասխան մասնագետների, փրկել այդ մարդկանց այդ աղքատության ճիրաններից։ Ընտրությունների նախօրեին դա նյարդայնացնում է, բայց դուք եք եկել բարգավաճ կյանք, այսպես բարեկեցիկ կյանք խոստանալու կարգախոսով։ Հիմա էլ ինչ եք մարդկանց խոստանալու, այդ բենզինը, ինչպես ասացի, տարօրինակ ծագման եւ ցածր որակի, այդ անհեթեթ հացը, դա մարդկանց չի օգնելու։ Եվ դադարեցրեք պնդել, որ մարդկանց պետք չէ 5000, 10000, մարդկանց պետք է եւ 5-ը, եւ 10-ը, եւ դրանից ավելին, ու պետք չէ կասկածել մարդկանց ունակության վրա այդ գումարը ծախսելու։ Դուք այդ գումարը տվեք, իրենք կծախսեն։ Ընդ որում դա այնպես չէ, որ գիտեք, դա ողորմություն չէ։ Նպաստը դա պետության պարտականությունն է, օգնել այդպիսի իրավիճակում գտնվող քաղաքացուն։ Նույնը վերաբերում է թոշակը։ Թոշակառուներ կան, որոնք իրենց ամբողջ կյանքը աշխատել են, 30 տարի, 40, թեկուզ 20 տարի, այդ մարդը աշխատել է, պետական հարկեր է մուծել, որպիսի հետո կարողանա գոնե նվազագույն ապահով իր կյանքը երաշխավորված տեսնել։ Իսկ հիմա բոլորին փորձում են ծաղրել, ասել, որ տեսեք դուք հիվանդ եք, աղբանոցից ձեր տուն առարկաներ եք բերում։ Աղբանոցից իր տուն առարկաներ է բերում, մասնագետներ ուղարկեք, օգնեք այդ մարդուն։ Ընդհանրապես կառավարության մեր նիստերը վերածվել են ինչ-որ շատ տարօրինակ միջոցառումների, եւ դրանք էլ հրապարակային են։ Միթե ընտրությունների նախօրեին այդպես պետք է զայրանաս, որ մարդիկ օգնության կարոտեն։ Այո, իրենք նամակներ են գրելու, տասնյակ հազարավոր նամակներ։ Դրա համար կա համապատասխան վարչակազմ, որը պետք է դասակարգի եւ լուծումներ տա։ Դա է կառավարության խնդիրը, ոչ թե զարմանալ եւ ապշել, որ կան մարդիկ, որոնք կարող են այսպես անպիտան առարկաներով իրենց տունը լցնել, այլ փորձել շտկել իրավիճակը։ Եվ գիտեք, փոխանակ Ալիևին շնորհակալություն հայտնելու այդ, չգիտեմ, ողորմության պես տրված կասկածելի ՕԳԳ օգտակար գործողության գործակից ունեցող ցորենից ու բենզինից զբաղվել սեփական քաղաքացիների հոգսով։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորագույն պարտականությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալ հոգեբանական կյանքի անվտանգության երաշխավորումն է։ Իսկ մենք հասել ենք այն իրավիճակին, որ այդ անվտանգությունն էլ սոցիալ հոգեբանական երաշխավորված չէ։ Եվ նորից վերջում ձեր կոչը 2 օր առաջ ՀԱԿ-ը հայտարարել է, որ իրենք լինելու են կիրակի օրը մայր տաճարում, պատարագի են մասնակցելու։ Այո, գուցե Փաշինյանը չի գնում, բայց սպասելի է իրենց կողմից Սադրանքները սպասելի են։ Ես կարծում եմ ոչ միայն ՀԱԿ-ը, այնտեղ ես հանդիպել եմ Լևոն Զուրաբյանին, միասին էինք փորձում դուրս գալ, բավական այսպես այդ
բարդ իրավիճակից, ես այնտեղ հանդիպել եմ գրեթե բոլոր իրենց իսկապես քաղաքական, ազգային, պետական ուժ համարող կազմակերպությունների, շարժումների ներկայացուցիչներին եւ բազմահազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք գուցե դեռ որևէ շարժման, որևէ կուսակցության անդամ չեն։ Ուստի իմ այսպես ես անգամ կոչել չի ասի, դա իմ հորդորն է, բայց նաև իմ վստահությունը 18-ից հետո ես վստահ եմ եւ համոզված եմ, որ մենք այնտեղ վերստին հանդիպելու ենք իրար եւ միասին մեր աղոթքն ենք բարձրացնելու հանուն մեր առաքելական եկեղեցու անսասանության, նրա օրինական հայրապետի եւ ամենակարևորը մեր հայկականության համար։ Ոչ ոք չունի իրավունք մեզանից խլելու տարեվերջյան այդ պատարագի վայելքը ըմբոշխնելու իրավունքը։ Մենք այդ օրը հոգևոր լույսն ենք տեսնելու, այդ օրը Էջմիածնում նորից իջնելու է այդ լույսը, ինչպես ամեն անգամ մեր պատարագների ժամանակ է իջնում։ Դա Հիսուսի միածին Աստծո միածին որդու լույսն է, որը բացելու է ճանապարհը եւ նաեւ ցույց է տալու մոլորյալների համար ահեղ դատաստանը։ Եվ գուցե այդ ժամանակ կգտնվեն մոլորյալներ, ովքեր հետ կկանգնեն, իսկ ովքեր ոչ Աստծո ահեղ դատաստանը արձանագրված է եւ հայտնության մեջ նշված է, այնպես որ բոլորիս մաղթում եմ այնտեղ հոգևոր Հայաստանի մի նոր վայելք, մի նոր վերելք, որը մենք ապրելու ենք եւ թույլ չենք տալու իսկապես ոչ մի սադրանքի եւ ոչ մի սադրիչի աստվածային այդ իմաստուն մթնոլորտը խաթարելու։